Վերադարձանք տաղավար, բարձր տրամադրությամբ եւ ասենք, որ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով։ Այս ցանկում են Շիրակի մարզի օրորոցային երգերը, գաթանախշի պատրաստման եւ կիրառման ավանդույթը։ Սա ինձ շատ հետաքրքրեց ձկով տոլմայի պատրաստումը։ Ձկով տոլմայի պատրաստում։ Ես չեմ փորձել երբեք, շատ հետաքրքիր է։ Որովհետեւ դու չես ապրել այն թվականներին, երբ որ ձուկը փրկեց Հայաստանը, մութ ու ցուրտ տարիներին, բայց համոզված եմ, որ դա նաև եղել է շատ ավելի շուտ։ Պատմական եւ ազգային այլ շատ երևույթներ, այս ցանկում է նաեւ խաբ ու խազը, որը կենցաղավարում է Շիրակում, Ջավախքում, բնորոշ է բարձր հայքի մշակութային եւ որը վեր է հանվել ու այս ցանկում ներառվել է բնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի գիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Գալստյանի կողմից եւ նա մեր տաղավարում է։ Բարև ձեզ Հասմիկ։ Բարև ձեզ, բարի լույս։ Այդքան երկար հիշում եք ձեր օֆիցիալ պաշտոնը։ Այո։ Ես աշխատել եմ սեղ ներկայացնել։ Դա դեռ սեղն է։ Այո։ Նախ եկեք հասկանանք, թե ինչպես է ձեր աշխատանքային օրը կազմակերպված։ Ուզում եմ հասկանամ, գալիս եք աշխատանքի, նստում եք, սկսում եք մտածել, ահա, ինչ կարող ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնենք, չէ։ Այս է, ու հետո ինչպես է պրոցեսները ներկայացնելու, նախ շնորհակալություն եմ հայտնում ինձ ձեր տաղավարում հյուրընկալելու համար, ասեմ, որ շատ կարևոր թեմայի շուրջ պիտի զրուցենք, ինչ վերաբերում է ձեր հարցին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ ներկայացնելը դա ընդհանրապես մի փոքր մասնիկն է, այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ինստիտուտում, մեր ինստիտուտի աշխատակիցները, սա ոնց որ մեր գտած արժեքների հանրայնացման կամ յուրացման մի փոքր տարբերակ է։ Մենք ամառվա ամիսներին հիմնականում դաշտային ազգագրական եւ բանահավաքչական աշխատանքներ ենք կատարում, թե բազային ֆինանսավորման շրջանակում, թե տարբեր ծրագրերի շրջանակում եւ թե պատահական զրույցների արդյունքում կարողանում ենք բացահայտել այնպիսի արժեքներ, որոնք կարիք ունեն ուշադրության, կարիք ունեն պահպանման եւ հանրահռչակման, իհարկե։ Եթե մի քիչ մանրամասնենք, որ այդ ցանկում ներառվել է նաեւ խաբ ու խազը, որը կենցաղավարում է Շիրակում, Ջավախքում, ինչ է իրենից ներկայացնում, ես անկեղծ չհասկացա։ Կաթ չես սիրում ըստ երևույթի Զորա։ Խաբ ու խազը շատ հետաքրքիր երևույթ է, ինչպես արդեն նշեցիք, տարածված էր բարձր հայքում եւ մինչեւ օրս շատ մեծ կենցաղավարում ունի Ջավախքում, Շիրակում, Շիրակի հիմնականում Ախուրյան, Արթիկ համայնքներում։ Ինչ է այս իրենից ներկայացնում, սա հարևանական փոխօգնության դրսևորումներից մեկն է։ Մենք բազմաթիվ դրսևորումներ գիտենք, ազգագրությունից մեզ հայտնի է, տարբեր կենցաղային դրսևորումներ կան, խաբ ու խազը դրանցից մեկն է։ Եթե ավելի մտերմիկ միջավայրում ուզենամ ներկայացնել ինչ է դա, մեր երեքի օրինակով, տաղավարում երեքով ենք, ներկայացնեմ, որ ավելի հասկանալի լինի եւ ձեզ, եւ մեր հանդիսատեսին, հեռուստադիտողին։ Տեսեք, գյուղական համայնք է, միջին եւ ավելի ցածր սոցիալական վիճակում գտնվող գյուղացիական ընտանիքներ են, ենթադրենք դուք ունեք 1 կով, դուք ունեք 2-ը, ես ունեմ 3-ը։ Դուք ձեր մի կովով, դուք ձեր 2-ով, ես իմ 3-ով չեմ կարող ամբողջ ձմեռվա պաշարը, յուղը, պանիրը, կարագը պատրաստել եւ անբարել։ Այլ չեմ ասում, որ ընթացքում դա պիտի վաճառեն, որ քաղաքացին էլ օգտվի։ Ինչ է արել մեր հնարամիտ գյուղացի կինը։ Ինչի կինը, որովհետև խաբ ու խազը դա կնոջ մենաշնոր էր եւ կանանց միջավայրի կանանց միավորման այո, այդ հարևանական դրսևորման, այդ փոխօգնության ամենակարևոր ձևերից մեկը։ Հավաքվում էին 3 ընտանիքներ եւ որոշում էին, թե ում կովի կաթն է ավելի շատ։ Ումը որ շատ էր,
այդ կինը նստում էր խաբի գլուխ, այդպես էր կոչվում։ Եվ առաջինը ինքն էր ստանձնում հարևանների կաթը վերցնելու գործողությունը։ Մեկ շաբաթ, երկու շաբաթ տևողությամբ այն քիչ կաթ ունեցողները իրենց կաթը տալիս էին ավելի շատ կաթ ունեցողներին։ Ձևավորվում էր այդ խաբը, այդ խումբը, որ կաթը իրար փոխ տալիս եւ վերցնում էին։ Ժամանակակից տերմինաբանությամբ ասելով, սա մուրհակի, պեպոյի բարաթի նման մի երևույթ էր։ Պարտքով իրար փող էին տալիս, չէ՞։ Ինձ թվում է ավելի ճիշտ, ես համեմատում եմ այս ամենը այն որ լոտարիա էին խաղում, հիշում եք։ Այո, լոտարիայի։ Մի ամսվա աշխատավարձը ես տալիս եմ գոլեգայից։ Նույնը, այդ դրամի փոխարեն կաթն են տալիս։ Եվ ինչն է այստեղ ամենահետաքրքիրը։ Կաթը չափում են ոչ թե դույլերով, բաժակներով կամ մեզ բոլորիս հայտնի տարաներով, այլ մի ճիպոտով։ Խազ էին անում ճիպոտով։ Այո, մի հատ փայտի կտոր է, հավասար, ուղիղ երկար փայտի կտոր, որը տարբեր անվանումներ ուներ իմ նշած ազգագրական տարբեր շրջաններում։ Շիրակում դա կոչվում է քենջ, Ջավախքում կոչվում է ծոնտ, Կարինի տարածաշրջանում քարտիկ էին ասում դրան, քարտում են, էլ այդ քարտիկ է կոչվում։ Կադրերով մենք տեսնում ենք հիմա հեռուստադիտողները։ Այո, ես տրամադրել եմ որոշ կադրեր, ուրեմն այդ փայտո մտցնում էին դույլի մեջ, խազ էին անում այն հատվածում, այսինքն այդքան չափով կաթ տալիս էին։ Հա, տալիս էին, որ հետո պիտի դա ընդունեին։ Այո, պիտի ստանային։ Ստացվում է այնպես, որ մի օրվա ընթացքում մեկը, ով ուներ 1 կով եւ բնականաբար քիչ կաթ, մեկ օրվա ընթացքում իր ձեռքի տակ ունենում էր 6 կովի կաթ եւ կարողանում էր իր տնտեսական վիճակը, իր կենցաղը, իր ամբողջ կարիքները ապահովել։ Եվ այդ քենջը զուգահեռ է մուրհակին, բարաթին, այն պարտատեժն էլ, ով պարտք է վերցնում, այդ կոչվում էր խաբջի կամ խաբվոր, այսինքն այդ խաբը գնացողներն էին։ Այստեղ ուրեմն բացի այդ կաթը տալուց եւ առնելուց, նաեւ շատ ջերմ, մտերմիկ, հարևանական մի միջավայր էր ստեղծվում։ Պատկերացրեք հոգսաշատ գյուղացին առավոտ ծեքին, ժամը 7-ին արթնանում է, այդ կովի կաթը տալիս է եւ ունի շատ կարճ ժամանակ հարևանուհու հետ շփվելու։ Ինչու կարճ, որովհետեւ այնտեղ կաթը սառչում է եւ դա շատ արագ պետք է մշակել։ Եվ նաեւ նշեմ ինչու էին այդ մեր հնարամիտ կանայք այդ ճիպոտով չափում։ Տեսեք, կաթը որ կթում են, որոշակի ջերմաստիճանի է, կարծեմ 36-38 աստիճան ջերմություն ունի։ Եթե կաթը դատարկես մի տարայի մեջ, հետո այդ տարայից մեկ ուրիշի մեջ չափես, կաթը ինչ է լինում, սառչում է։ Սառչելու արդյունքում է յուղը չի կարողանում ամբողջությամբ դուրս հանել, որպեսզի այդ գործողությունը չարվի, մի հատ ճիպոտով ընդամենը չափում են եւ կաթը իր ջերմաստիճանը պահպանում է մի որոշ ժամանակահատված։ Սա էր այդ նպատակներից մեկը, այդ ճիպոտի կիրառության։ Ես մի հարց ունեմ, այդ խաբու խազը, այդ սովորությունը, այդ մշակույթային, չգիտեմ, երևույթը, ֆենոմենը բնորոշ է միայն հայերին եւ այդ վարում, թե նաեւ մեր հարևանները միգուցե կարող են ասել, որ մենք էլ ունենք այդպիսի բան։ Հետազոտության ընթացքում ես փորձեցի հասկանալ, այդ ծեր տված հարցը ինձ էլ էր հետաքրքիր։ Ես նայեցի Կովկասը հետազոտող տարբեր հեղինակների գործեր, Սմոկի հակտորներում ընդգրկված, տարբեր ազգագրության նվիրված գործերում, բոլորը հղումը տալիս են հայկականին։ Ասում են, որ հայերի մեջ, հայերի մոտ տարածված է երևույթը, ճիպոտով եւ այլն կաթ են չափում։ Բնական է, մեր հարևանությամբ կամ մեր Հայաստանում մեր հետ ապրող փոքրամասնությունները գուցե ընդօրինակել են եւ իրենք էլ ունեն, բայց հիմնվելով այդ օտարազգի հետազոտողների հաղորդման վրա կարող եմ ասել, այո։ Գիտենք նաև, որ արիշտան եւս ձեր կողմից ներկայացվել է, բայց արիշտա բառը համենայն դեպս հայկական հնչեղություն չունի, կարող ենք ենթադրել։ Հայկական տարբերակում ինչպես են անվանում արիշտան եւ մի քիչ սրա մասին խոսենք, եւ արդյոք միայն արիշտան է եղել, թե այլ բաներ էլ կան։
Արիշտան ասեմ, որ ես մենակ չեմ եղել, որ այդ հայտը պատրաստել ենք Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կարինե Բազեյանի հետ եւ ներկայացրել ենք այս ոչ նյութականի արժեքների պահպանման ցանկի համար։ Բնական է ցանկացած հետազոտություն կատարելիս նախ ուզում ես բարի հիմքը ծագումը հասկանալ, թե ինչքանով է դա հայկական եւ ցանկացած բառարան թերթելիս, երբ փորձում ենք արիշտան գտնել, հղումը տալիս է բառարանագիրը դդմաչ բառին։ Մալխասյանցը, Աճարյանը, Աղայանը, մնացած բոլորը։ Դդում բառի հետ կապ ունի։ Դդումի հետ բացարձակ կապ չունի, դդմաչ, ԴԴՄ, ԱՃ։ Բայց ինչ է նշանակում դա դդում եւ աճ է։ Չի բացատրվում։ Դդումի հետ կապ չունի։ Դդումի հետ կապ չունի։ Ինչ է ստացվում։ Արիշտան որպես էլի ցորենից պատրաստվող, ալյուրից պատրաստվող կերակուր ձմռան համար, թե մենք մեր իրականության մեջ այնպես է եղել, որ մենք փորձել ենք երկարատև այն ձմեռներ ունենալու պայմաններում ամբարել ավելի շատ մթերք եւ արիշտան ավելի մեծ ընդգրկում ունի, քան Շիրակը։ Եվ նյութերը շատ են ազգագրական արիշտայի հետ կապված։ Չէր կարող հայկական բառ չունենալ դա, որովհետև մենք լինելով հացի մշակույթը կրող ժողովուրդ, դեռ առասպելներից ավանդված, չէր կարող որ չլինի հայկականը։ Փաստորեն մենք ունեցել ենք դդմաչ տարբերակով, բայց լինելով տարբեր օտար ժողովուրդների ազդեցության տակ գտնվելով, փոխառնելով, մենք մեր դդմաչը հավանաբար մոռացել ենք եւ վերցրել ենք օտար արիշտա բառը, արիշտա, էրիշտա, ռշտա տարբեր հնչողությամբ եւ կիրառում ենք։ Մեր ջանքերի արդյունքում չկարողացանք ապարդյուն եղավ այդ դդմաչ բառը մուտքագրել, այսպես ասած, մեր կենցաղ, մեր բառապաշար։ Արտադրող ընկերություններին ուղղակի մեկին խնդրել եւ փոխանակել։ Ճիշտ ասած մտածել ենք այդ մասին, Մի անգամ Տիկին Բազեյանն ասում է, որ շուկայում արիշտա գնելիս տեսել է, որ ինչ որ մի արտադրող դդմաչ է գրած եղել, բայց հիմա չենք կարողանում գտնել, թե դա որ արտադրողն է եղել։ Ոչ թե ուզում եմ կոչ անել կամ հորդորել, այլ ուղղակի այդ արտադրողներին տեղեկացնել, որ կա։ Ծագումնաբանությունը անհայտ է, չենք։ Չէ, անհայտ է, չգիտենք դդմաչ ինչ է նշանակում, բայց դդմաչ իր երկրորդ նշանակությամբ շատ հետաքրքիր է։ Դա ռուսերենով մայց իմաչիխա բույսն է, տատրակը, որը մշեցիների մոտ տոլմայացու է, տոլմայի պատրաստման։ Եվ դա շատ հետաքրքիր եղանակով է տոլմայացու դառնում։ Տատրակի տերևը արտաքինից խաղողի տերև է հիշեցնում, բայց դարձերեսը սպիտակ թանզիվի տեսք ունի։ Եվ դա մշեցիները մշակած կաթից առաջացած շիճուկը եռացրել են եւ այդ տատրակը, այդ դդմաչը դրել են մեջը 2 րոպե եփել են։ Եփելու արդյունքում այդ թանզիվանման անցել է եւ դա նորից շիճուկով աղաջուր բռնելով եւ պահածոյացրել են եւ կիրառել են։ Ինքը շատ հետաքրքիր է։ Մեկը մյուսի հետ էլի անհասկանալի է։ Մեկը մյուսի հետ կապ չունի, դդմաչը խմորից պատրաստվող ուտելիք է, իտալացիների մակարոնի օրինակով, իսկ այս մյուս դդմաչը տատրակն է, որով պատրաստել են տոլմա։ Այսինքն լրիվ տարբեր բաներ են, բայց ունեն միևնույն անվանումը դդմաչ։ Բայց դդմաչ ինչ է նշանակում, ոչ մի բառարանագիր չի տալիս եւ ոչ մի ազգագրական նյութ այդ մասին հաղորդում չի տալիս։ Օրինակ բյուրակնի հատորներում դդմաչ որպես խմորից պատրաստվող ուտելիք բազմաթիվ նյութեր կան, բայց տոլմայացուի մասին ցավոք չկա։ Ուրեմն Մուշի Արտոնք գյուղից գաղթածները 15 թվականին իրենց հետ այդ մշակույթը բերել են եւ Շիրակի այն գյուղերում, որտեղ իրենք հաստատվել են, այդ գյուղերում կա, իսկ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում մինչեւ օրս կենցաղավարում է դա այդ երևույթը։ Եվ ես մոտ 1-2 ամիս առաջ նաև նյութ գրանցեցի Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում, նույնպես այդ դդմաչը կա, այդ բույսը հավաքել են եւ տոլմա են պատրաստել, նորից մշեցիներ են։
մշեցիների ընտանիքում կենցաղավարող երևույթ է։ Այսինքն իրականում շատ բան կա, որ ծագումնաբանությունը բառերի մենք չգիտենք, օգտագործում ենք սխալ կամ ճիշտ, կամ օգտագործում ենք օտար լեզուներով ինչ որ բաներ, եւ փաստորեն հենց ձեր առաքելություններից մեկը, որ դա հիշեցնեք մեր ազգին։ Ինձ մի հարց է հետաքրքրում, այ որ դուք դիմել եք ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ հայտ եք Հայաստանի մշակութային ժառանգության մասով։ Այո, դուք այդ հաջորդ քայլը ո՞րն է դրա։ Ով է ընդունում, ով է մտածում, սա կլինի թե չի լինի։ Հասկացա ձեր հարցը, շնորհակալություն։ Սա ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ին ենք մենք ներկայացնում, այլ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կից կամ նախարարության շրջանակում կա մի հանձնաժողով, որը կոչվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով զբաղվող այդ խումբն է։ Ներկայացնում ենք իրենց հանձնաժողովը, այդ խումբը ունի փորձագիտական հանձնաժողով, հայտը գնում է հանձնաժողովին, այնտեղ քննարկվում է եւ քննարկման արդյունքում որոշվում է, որ հայտն է ընդգրկվելու։ Իսկ հետագան, եթե այդտեղ արդեն նկատվում է, որ դա արժի ներկայացնել արդեն համաշխարհային ցանկում ընդգրկվելու, արդեն հանձնաժողովը հարևանները շատ ակտիվ են, այս վերջերս միավորվել էին եւ բախլավայի հարցն են ուզեցել լուծեն, կարծես թե լուծել են, էլի ինչ որ բաներ, իսկ մենք կարծես թե մի քիչ пассив ենք այդ առումով։ Չի ասի пассив ենք, հանձնաժողովը բավականին ակտիվ աշխատում է, շատ բան արդեն տեղական ցանկ, երկու ցանկ կա, միջազգային եւ տեղական, իմ իմանալով տեղական ցանկում արդեն մենք 80 միավոր արժեք ունենք հաստատված։ Հա։ Իսկ ինչ վերաբերվում է մեր հարևաններին, դե Աստված իրանց հետ, ինչ ասեմ, ոչ միայն մերն են յուրացնում, այլ ավելի անխնաձևով պարսկական մշակույթն են յուրացնում։ Լավ, այս խոսակցությունում վերջակետ չենք դնում, դրում ենք բազմակետ, որտեղ շատ թեմաներ կա քննարկելու եւ խոսելու, շատ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեզ մոտ, իսկ հիմա մենք կվերադառնանք մի քանի րոպեից։ Մնացեք մեզ հետ, մենք կվերադառնանք մի քանի րոպեից, այո։